Թե կարողանայի քամու հետ խոսալ, տար ինձ քամի ջան, կասեի նրան։ Տար ինձ իմ երկիր, հեռու Ղարաբաղ, այնտեղ է մայրս, կարոտ եմ նրան։ Այնտեղ են ապրում հայրս, եղբայրս, անգին քույրերս այնտեղ են ապրում։ Տեսնում եմ նրանց իմ երազներում ու անվերջ թախծում, անվերջ կարոտում։ Կյանքս իր սկիզբը այնտեղ է դրել, տար ինձ քամի ջան, կարոտը սառնեմ։ Հիշեմ խաղերը ես իմ մանկության ու մեր տան դուռը համբուրեմ լացեմ։ Բակիդ թենին հիշում է դեռ ինձ, ողջույն քեզ սուրբ ծառ, իմ կյանքի վկա։ Ջողերդ առաջվա նման փռել ես, քո շվաքի տակ բոլորիս տեղ կա։ Հայրս իր ձեռքով խորոված կանի, մայրս թոնրից թարմած կհանի։ Եղբայրս շվին կփչի խաղաղ, տար ինձ քամի ջան, տար ինձ Ղարաբաղ։ Բարև սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ։ Ես բանաստեղծությունը ես վերկիրել 94 թվականին ու կիրել Մուկապրի Սնկլեի Եկատերինբուրգ քաղաքում։ Այն վաղտ ինձ թվայս է, թե ես աշխարհի ծայրին եմ ապրում, իմ հայրենիքը շատ հեռ է, իմ կարոտը շատ ծանրել է, շատ դիժերել է իմ կարոտս կարծես։ Ցավալի է։ Հետո 2000 թվականին մի տեղափոխանք Ռոստով, հայրենիքան ավելի մոտիկացալ, ինձ դիտի մի քիչ ավելի թեթևում, լատանես տիպերներ էլի։ Ու Ռոստովի նոր դար հայկական թերթի խմբագրությանը ես սկսալ ու նյութ էր տալը, տարբեր համ հայերեն լուզվավ, համ ռուսերեն, համ բանաստեղծություններ, համ հոդվածներ։ Ու այդ բանաստեղծությունը սելում 2001 թե 2 թվականի ղարկալ մետել տպալ։ Ինձ ես ունեցամ 2 էկզեմպլար։ Մինը դե սրազու ղարկալ իմ ծնողներիս, քույրիկս էլ ասում մաման Երևան տարակ օպերացիա, ասում պենարալ այդ բանաստեղծությունը ծոցումը տեղեցակեցալ օպերացի։ Այն մին էկզեմպլարն էլ գիրում չում հյուրում տվալ։ Միգուցե ես սկսվորս սիրայիմ ղարկալ հիշում չում, այն մտկա վեր ինձ դե էլի լի ձերք բերիլեն։ Վերջը ու մի օր էլ մի տար 2 տարան յետը, ինչքան վախտան յետը հիշում չում, էլի նոր դար թերթը ստանում ու կարդում, բայց ու ամտստում, էլի իմ բանաստեղծությունս տար ինձ քամի ջան, տար ինձ Ղարաբաղը, փոխած Ղարաբաղ բառի տեղ միրակ Հայաստան կիրած։ Մնացած տեքստը նույնն է, տար ինձ քամի ջան, տար ինձ Հայաստան։ Տակն էլ մի ոմն Ռոստովի գնում չվեր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննազգանսկի հիշաչում, Վոլետևսկի ուզերաչում հիշում ջղայնասացում լեն։ Շատ փիչ ջղայնացամ, շատ կարծես թե եկանտոն տասալ ամեն ինչ գյուղացած լի գողությունն արավ ինձան շատ ծանրում տար ամուսնու ասում գործերը թողե ինձ տար քաղաք գյունում այդ խմբագրությունը նիկցնիմ վերջը քեցան քալա ճանապարհին ամուսնուս ընկերին կպտահալ վերգիդացալ աշտեղի քյումին չնքանում ասում տնը շիներ մարդիկ ասմաս տղաս յուրանա միլիոններ գյուղանում դուք ինչ կուրծրա ինչ հոտը կցալ դե մի ուրիշ պարագայում ես երևի կջղայնանա այդ խոսքին իրա ուրիշ ռեակցիա կտայի բայց ես անգամ ինքան ջղայնությունը մաչի շատ էլ վեր էլ ուժը դղչել դել տղորցին լի ներսումս վերջ քեցան խմբագրություն նի մտանդղ տսալ խմբագիր չկա մինակ մին խղճ մարդ հալալ վերջ էստի բորբոքված պատմալ մին դարդս մենք այդ մարդ հասմագոն է հիշում եք ձերը վեր թվատուս եկալ վեր ամսուգոն է դե պահիշում ինը հալա էստի որ թոված վիճակում ասում չէ հիշում չում Համե ասма դե արխիվում մանկյակ ասում դե արխիվում մանկյակ միչանիկ որպեսզի ինձ ստուգիկ տասնագես դյուզիմ ասում թա չէ դե իլալա դիա այդ մարդը գում չէ ինչ անե դե այդ մարդը նստալա մի պատարի թերթերը մստի խշխցրալա մնել ասма դե խշխց ասма դե գյուդմոք դուք դի հայտնի բանաստեղծ կամ գրող չեք վերօրինակ եթե մուք յուրիշանաստացանք այդ բանաստեղծությունը տպելու հտե որպեսզի մուք ասին բա ես մանուշակ Բաղարյանն բանաստեղծությունն ասա հունց մուք տպիկ քոանվան տակ ու ետ տանք այդ աղջկանը լի դե բայ հարկ այդ մարդը դուզ ասում ես միտացամ թալավես այդ բանաստեղծությունը կերամ լի հապիտելով ինչ չես տան վերջը ու հետո այդ մարդը ասում հալա ուրխացեք վեր ձեր բանաստեղծությունը այնքան ուրան դուրա եկալ վեր ուզելա ուրանը սարքելի դի ինումը հասկամ հա ես այդ ուրան հասկացալում բայց մինալի դա իմ ջղայնությունս նստացալ չի վերջը դուսիմ եկալ всё равно այն ասում իրանց շանտաժն է լավ քինիլա սառաչ ասում դե վերտի ատռ ես ծս զրկումում ինձանա իմ ստեղծա լա այդ մարդ ասիս քինի մին թոք թենա կախնի բրթավերիս էլ յուրաս նյութեր չում տլակակ շերքոն տնանչ հա ասում էլ ես ծզրա պեշին բեն ղրկլանչում տպլանչը դե այդ մարդը ինչ ասի դուսիմ եկալ տոն հետագայում այդ բանաստեղծությանս իրան երկհագիրվել իմ համակուրսեցի Բախշյանարին երաժշտությունը դրել բարերիս իրան
Դե դա արանժիրովկու կարիքալ զգացվեիս ժամանակին դա փողը հաշիվնել ռալչում։ Հատետիլ եկալում տուն։ Մենք հաջորդ պատմությունս ես կոզին պատմիմ դերս 20 այդ խմբագրությունն, ուրեմն այդ խմբագրությունը դրանից առաջել կոնկուրսել հայտարարված ամենալավ պատմվածք հյումորիստիկ հումորային պատմվածք ռուսերեն տեքստով, բայց դե ես գիրելում ենթադրեցիք թա հուվալի հաղթալ այդ անգամ եւ հուվա էլհա թղթեն պատառը ստացալ հասե գիրելում ու ստացալում առաջի տեղը դե այս թղթեն պատառանը կման նաեւ նվերել էլի մենք եթե ձեզ տակրքի այս հաջորդ անգամ կպատմեմ այն մասին թե ես այդ ինչ պատմություն եմ գիրել էլի մամայիս նոտ կապված վեր էլի առաջի տեղնում գրաval հաղթալում շատ հետաքրքիր ծիծաղելի պատմություն էլ եթե ուզիք էդ էլ կպատմի